Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում հյուրընկալել եմ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստուհի իմ շատ սիրելի Շուշան Պետրոսյանին, ողջույն Շուշան։ Ողջույն Լիպսիմե ջան։ Հաղորդմանս բազում անգամ հյուր ես եղել, բայց այս տաղավարում առաջին անգամ ենք հանդիպում։ Ոտքս խերով։ Շատ եմ ուզում, որ այստեղ անպայման հյուրընկալվեիր։ Շուշ, ես գիտես, այսօր չեմ ուզում մենք խոսենք այն իրադարձությունների մասին, որոնք վերջին Ինչի մեջ ապրում ենք։ Ինչի ուզում եմ ասել վերջին մի ամիս հետո զգացել վերջին 8 տարին, հա։ Այսինքն ինչի մեջ որ ապրում ենք։ Ես ուղղակի ուզում եմ լսել քո կարծիքը, տեսակետը, թե մենք ինչու այսպիսինը դարձանք։ Ինչից սկսվեց այս անկումը, այս բարոյալ լքումը, այս չգիտեմ, անտարբերությունը տոտալ, այս ապրումակցման զրոյացումը, այ ինչ բաց թողեցինք, ինչ մոռացանք, ինչ չարեցինք։ Գիտես, այս թեման շատ է քննարկվում իհարկե, եւ միշտ ասում են, օդի մեջ ինչ որ բաներ են սրսկում, որպեսզի ժողովուրդը թմբիրի մեջ լինի։ Այդ օդի մեջ սրսկելիք ինչի ին վրա չի ազդում։ Ասում են ջրի մեջ բան ենք, ասում են մենք եկել ենք խմում։ Եկել ենք։ Այսինքն անտարբերությունը ամենասարսափելի բանն է եւ վտանգավոր։ Անտարբերություն, որ երկիրը փոքրանում է, որ մի ամբողջ սերունդ կոտորվել է, որ երկիրը փոքրանալու process-ի մեջ է դարձյալ, որ մեր գոյության միակ ջահը հայ առաքելական եկեղեցին քարկոծված է, որ պետականություն չենք ունեցել, ինքը մեզ պահել է։ Այդ ամեն ինչը որ կատարում է, բայց կապ չունի, կյանքը այսպես զուգահեռ կողքից գնում է անտարբեր եւ երևի շատ երջանիկ, չգիտեմ ինչով են երջանիկ։ Ոնց կարա արժանապատվությունը կորցրած ազգը երջանիկ ապրի, ինձ կարող եք ասել։ Իսկ արժանապատվությունը կորցրելա ոչ թե ազգը, այլ իշխող համակարգը, որ ներկայացնում է մեր ազգին աշխարհում։ Եւ դա ցավոք սրտի ազդեցություն ունենում նաև մեր վրա քաղաքացիների վրա, դա ակնհայտ է օդանավակայաններում, երբ որ ճամփորդում ես եւ այլոթակայաններում անցնում ես այդ ռեգիստրացիայի պահը, ցավով եմ ասում, բայց ես որ միշտ հպարտ կանգնած եմ եղել եւ հպարտությունը իհարկե արժանապատվորեն մեղք է, բայց արժանապատվորեն կանգնած եմ եղել որպես հայ, պստիկ մի ազգ, որը որ ամենահինն է այս աշխարհում իր գոյությամբ, իր մշակույթով, իր տեսակով հինգենա շատ պատերազմը հաղթել, հետո մի հատ էլ է հաղթել եւ այդպես խնդիրներ, իսկ մի հատ ինձ երկիր ցույց կտակ, որտեղ խնդիր չկա, խնդիր միայն դրախտում չկա, մի հատ երկիր ցույց տվեք ինձ, որտեղ չկա կոռուպցիա, չկա հա բայց այդտեղ այս ամեն ինչը այս նորօրյա իշխանությունը ուղղակի կարող է մաստեր կլաս տան բոլոր նրանց նախկիններին, մեզ ու մատնանշում եւ թիրախավորում էին հենց այդ կետերով կոռուպցիա, հետո ինչեր կան այնտեղ չգիտեմ, թալան, ամենաթողություն, այ ձեր ցավը տանեմ, մարդ նստի ձեր մոտ սերտի թե դա ոնց է պետք անել։ Սովորելու դասեր կարող են դառնալ մանիպուլատիվ տեքստերով լցնել հեղեղել եթերները, բոլոր հնարավոր իրեն ենթարկվող եւ այդ տեքստերը, որոնք շատ երկար են, հաճախ լրբազգի հնչողությամբ, սոպրանիստի ձայնով, ֆալցետով, հաճախ այսպես բանը, ուղղակի երեխայի անմեղությամբ, որ ինքը տեղյակ չի, ասենք, որ սարսափելի տեսարան է եղել Ծառուկյանի տանը, որ ես չեմ կարողանում հասկանալ ոնց, որովհետև ես անդադ ուզում եմ պատկերացնել իրեն կանգնած մենակ Ծառուկյանի առջև, առանց իր թիկնազորի, հեծելազորի, չգիտեմ, օդային ուժերի հետ, ինչով որ ինքը հայրուձի բան, ինչ որ ինքը, ուղղակի հայրուձին շատ ազնվական է։ Էդ է ուզում ասեմ, իսկ չուզեցի իրեն հետ համեմատեմ էլի այրուձի։ Ինչ որ իրան շրջապատում է, ինքը լուրջ տենց վրեժ շակալների, առանց իր շակալների։ Տարբերություն իրան Ծառուկյանը խնդիր ուներ տարիներ առաջ երկիր
այդ հայկական ժամանակը ինքն էր գնացել։ Տարբերությունը դա է։ Լավ բան հիշեցրեցիր։ Ես հիշում եմ, որ հայկական ժամանակում եղել էր այո միջադեպ, ես այն ժամանակ նոր երիտասարդ լրագրող եմ եւ էլի սուտմուտ բաներ էր տպել Ծառուկյանի մասին, Ծառուկյանը անձամբ էր գնացել իր հետ այդ հարցը լուծելու, անձամբ։ Ուղղակի հետաքրքիր է, բա թող ինքը գնա անձամբ։ Գնա լուծի խնդիրը, որոնք որ Ծառուկյանի տարիքից երևի երապատիկ երիտասարդ է։ Այո, շատ։ Անամոթ նողկալի անամոթ բան, գիտես ինձ ասում են ատում ես, չէ, ես ատել չեմ կարող։ Ինչու, որովհետև ես քրիստոնյա եմ, բայց ատելությունը նաև շատ մեծ էներգիա է, որ ես պիտի տամ իրան։ Ինքը այդքան չկա։ Ինքը նողկան կա ուղղակի։ Որովհետև որևէ չափանիշի մեջ տղամարդու, հայ տղամարդու, մարտիկի, դիվանագետի, այս սաղ բարերը, որ նշեցի, սրանք կարողություններ են և սրանք շնորհավոր տղամարդը այդպիսով պիտի առանձնահատուկ լինի, օժտված լինի։ Ինչի մասն ենք խոսում, մի հատ ինձ կասես։ Շուշ, բայց նայի, հունիսի 7-ի ընտրություններով ես մտածում էի, որ այո, այն ընտրազանգվածը, որը իրեն միշտ գնում ընտրում է, կգնա էլի կընտրի, իհարկե խախտումների մասին խոսք չկա, թե ինչ բազմա թիվ են եղել։ Խախտումներն էլ են մտնում են իմ մաստեր կլասերը, որ պիտի տան դրա մեջ։ Այո, այ մաստեր կլասերը ճիշտ են, դրա խախտումների մասով։ Այդ բառն եմ մոռացել։ Ես միշտ այդ եմ ասում եմ բոլոր տեսակի ընտրախախտումներով ընտրությունների ժամանակ, որքան էլ որ թմկահարել են, հենց ինքը, ամբողջ օրը լաչարի նման իր թերթերում գրում էր, չի եղել ընտրատեղամաս, որ ժամը 8-ին չփակվի այս երկրում։ Իր ողջ գիտակցական պատմության մեջ եւ ժամը 8-ից հետո զինվոր տանեն են։ Այսինքն ավելի ակնհայտ գիշերը մինչև ժամը 2-ը, այդպես բան չի եղել։ Չի եղել մեր երկրում դեպք, շուշ, որ ընտրությունները գիշերը ժամը 2-ին օֆիսը փակեն, որոշեն թե ինչ պետք է անեն, մեկը առավոտը ժամը 9-ին կհնարի սկսի հաշվարկանել։ Այսինքն բոլոր այդ խնդիրներով հանդերձ մենք sense ընտրություններ չենք ունեցել, բայց ինչ է ուզում ասել։ Արդյունքում կա ինչ-որ մի ընտրազանգված գնում ձայնը տալիս է իրան։ Այ ես ուզում եմ հասկանամ, ինչ բարոյահոգեբանություն ունի այդ խավը, այդ զանգվածը։ Ախր էլի ես երկրում են, չէ, ապրում է ժողովրդի մի մասն է։ Հասկանում եմ։ Մերոնք են էլի, ինչ են ուզում ասել։ Ես քոպես հուսահատված չեմ այս անգամ։ Հուսահատված չեմ, չէ։ Ես այնքան ուրախ եմ, որ իմ սերը այդքան էլ զուր չի, որովհետև պահեր լինել, որ ես հուսահատված էի, թե ասված իմ ամբողջ կյանքս ոնց եմ սիրել ես, մեր ժողովրդին, ոնց եմ սիրել, ոնց եմ գրկիս մեջ պահած գուրգուրել եմ, ինչպես երկիրս, ծայրից ծայր, և շատ խապված էի զգում ինձ։ Այս ընտրությունները ինձ բավական ուրախացրին, որովհետև բնականաբար ընդդիմությունը հաղթել է, բնականաբար, չհաշված ընտրակեղծիքները։ Ընտրակեղծիքները, հա, իսկ ասինքն զարմանալի էր։ Ես գիտեի, որ արդյունքը դա է լինելու, ինձ հետաքրքիր էր։ Ինձ համար հետաքրքիր էր ընդդիմության ձայն տված մարդկանց քանակը եւ այդ քանակը գերիշխող մաս է կազմում։ Հիմա եթե ինչ-որ մեկը թույլ կտա իրեն տեքստեր ասել, ասենք ցինիկորեն ասել, որ հա դե որ տենցա, ուրեմն նայեք, այդ ում որ դուք ձայն եք տվել, ինքը քիչ է հավաքել ձայն։ Ձայնը հավաքել է հիմնականում ընդդիմությունը, եւ եթե բոլոր ընդդիմության, բոլոր այն խելամիտ մասը, որ միանում էին իրար, իսկ այդպես կլիներ, ինձ որ ասում էին, ում ձայն տանք, ես չեմ սիրում ընտրել, ասում էին նայեք, կա ընտրություն, տվեք 4 հոգու, Սամվել Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, Թաթոյան, Արման եւ Ծառուկյան։ 4 ձայն, բոլորին ասել եմ, այս 4 հոգուն տվեք ձայն, որտեղ բոլորը ինձ համար կարևոր էին։ Ծառուկյանն ու Թաթոյանը խաղից դուրս մնացին, որովհետև ինչու՞, որովհետև ձայները գողացված են։ Ձայները չէր հերիքում։ Հա։ Բայց տես ինչ էլի, մարդու ձայները, Ծառուկյանի ձայները, անձնական վրեժխնդրությունից եւ իհարկե իր իշխանությունը պահելու համար օրը ցերեկով մարդու ձայները գողացան։ Ուզում եմ ասել, այսպես բաներ նախկինում չի եղել։ Նախկինները, ասում որ ասենք, պետք է գան մաստեր կլասերի։ Գիտես, ես 97 թվականից այդ ընտրությունների մեջ եմ եղել, միշտ լուսաբանել եմ, լրագրող եմ եղել։ Ես շատ բան եմ տեսել, շուշ։
Ես տեսել եմ քվյատուփ են տանում, մեջը Ես չեմ բուլետերներ են լցնում։ Հավել եմ իմ մոտ նույնիսկ չեն եկել այդ 5000 դրամներով չեն եկել իմ մոտ առանց իմանալու։ Ինձ էլ երբեք որևէ մեկը դրակաշարք երբեք չի արել, բայց իմացել եմ որ եղել է այդպես բաներ։ Ես էլ եմ կարդացել։ Լսի, բայց sense բան չի եղել որ ընտրության թիվը Պարզ լինի արդեն։ Հետո ասեն չէ, որ ձայները սրա դասավորենք, մենք մի կերպ տեղավորենք։ Այդ 3 ընտրատեղամասի ձայները մենք cancel ենք անում։ Как вам живется, можется։ Ոնց է կարողանում ապրել, էլի։ Ոնց կարելի է տենց ապրել։ Կեղտի սոտի մեջ, ցինիզմի մեջ, երջանիկ ցինիզմ։ Սկզբում լավ բան ասացիր, որ անկախ ամեն ինչից հուսահատություն մեջը չկա, որովհետև այս ընտրությունները նաև քեզ ցույց տվեց, որ մեր ժողովուրդը ընդդիմության ձայն տվել։ Բայց տես, մենք ահագին զանգվածել ունենք, որ անընդհատ ստաբիլ իրեն ձայնատալի եւ շատ ագրեսիվ է։ Եվ շատ տխուր բան կա այդ ամեն ինչի մեջ, մի տեսակ բարյալքում եմ տեսնում այդ մարդկանց մեջ, Արցախի ուրացում եմ տեսնում այդ մարդկանց մեջ, այսինքն սրանք ինչ ասում են, այդ նույնը թութակի պես կրկնում են, այդ թեզերը տարածում են, այդ թեզերը ագրեսիվ ձևով նաև սոցիալական ցանցեր են բերում, արցախցիներին անպատվում են, ոչ միայն Արցախից եկած մեր խեղճ հայրենակիցներին, այլ նաև ով որ կպաշտպանի, ով որ սրանց դեմ կխոսի, շատ մեծ ագրեսիվ էսպիսի տրամադրություն կա, էլի։ Այդ եմ ուզում հասկանալ, ինչի՞ց է դա։ Դա ինչի՞ց է։ Մտահոգությունը թեթևացնեմ, դրանց ուղիղ կեսը փող են ստանում։ Դրա համար են աշխատում։ Հետը, հա, ֆեյքերը եւ շշիրած մեջ կան շատ իրական մարդիկ։ Այ հենց էտա, ես էդ եմ ուզում ասել, ֆեյքերի մասին եմ ուզում խոսել, որ դրանք էական են, դրանք փող են ստանում։ Իրանց հանապազորը հացը ստանում, տանում որ իրանց այդ կեղտոտ այդ փողով իրանց երեխեքը հացով ապահով։ Դու հասկանում ես իրանք ինչ անբարոյական, ինչ ցածր բարոյականության մեջ են ապրում։ Դե ես առնչվում եմ, ես ակտիվ իրանց թիրախներից եմ, ընդ որում ալարում են, այնքան տգետ են, ալարում են, անդադ նույն տեքստերն են գրում։ 8 տարվա մեջ։ Լավ չեն աշխատում, էլ եթե լավ չեն։ Բայց սխալները դրա բան կետադրական լավ։ Խնդիրը այսօր ինձ համար, մենք երկու շերտ ունենք խնդիրի, ինձ համար խնդրահարույց։ Մեկը դա իսկապես իր ետևից գնացող ինտելիգենցիան է, ասում եմ ճակերտներում, որտեղ իր ետևից գնացող, այսինքն իրեն ձայն տվող, այո։ Ես չգիտեմ դա ոնց կարող է մտավորական համարող իրեն մարդը իսկապես երկրակործանին ձայն գնա տա, վախենում է ինչի, որտեղ աթոռից է կարճած։ Ես ունեմ այդպիսի կերպարներ, որ ինձ համար ուղղակի շոկ են եղել, ասենք, իսկապես մարդիկ ում համարել եմ մտավորականներ, ովքեր որ դասահավանդել են եւ իրենց դասախոսություններին անկախ իմ մասնագիտական պատկանելությունից միշտ ուզել եմ ներկայացնել բան։ Այդ մարդիկ գնացին, ինչի որտեղ մեկի զավակն է աշխատում սրա մոտ, մյուսի, չգիտեմ, տան ռեմոնտն են արել, այ բելաջան, այ ձեր ցավը տանեմ։ Երկրից թանկ բան կա։ Այս երկիրը էներգին է, որ կարաս դրսում էլ քնես։ Դաշտում կարաս գնաս քնես ու աստղերից լիացած երջանիկ, ու ես ռոմանտիկ չեմ։ Ես այս հողը լավ եմ ճանաչում։ Այս սերը, այս երկիրը սիրվելու երկիր է, բայց սերը ռոմանտիկ է անցում։ Այս երկիրը կռիվ տալով սիրելու երկիր է։ Այս երկիրը պետք է ատամներով պահես։ Այտենց հեշտ ոնց եք անձնատուր եղել չարքին։ Չարքը, եկեղեցու դեմ ելած այդ արարածը, ինքը չարք է, չարք, ոնց եք գնում չարքի հետևից, ոնց կարելի ընտրել Նիկոլ, մի հատ ճշտեք դուք ձեր մեջ, էլի կողմնորոշվեք արդեն ժամանակն է, 8 տարին մի ամբողջ սերունդի, 7 տարին է համարվում մի սերունդ ու մի տարի անցել է արդեն, ոնց կարելի ընտրել Նիկոլ ու գնալ Էջմիածին պատարագի դիսոնանս չեք զգում, բայց անում են իրենք դա այդ կոյմացած մարդիկ կան, որոնք որ ես ասում, որ գնացե սրան ընտրել են, բայց հետո գնում են վեից օրհնություն։ Այո, օգնություն չէ։ Օրհնություն, հա։ Տիպա, ուղեղի անջատման է։ Դե գիտես, մենք այնքան բան ենք տեսել դիսոնանս է, երբ որ արցախցիները հրավիրում են իրանց նայ, շատ եմ մտածել այս թեման, երբ որ առաջին անգամ իմացա, որ խոսեմ այդ մասին, բայց
կասեն իր համար ասում որ իրան չեն կանչել Աստված ջան ես ձեր մազերի ու ձեր ապրածի չափ երգել եմ ու երգում եմ ու երգելու եմ Աստված ինչքան հնարավորություն կտա չէ իմ խնդիրը երգչուհին չի կամ երգիչը չի իմ խնդիրը արցախցիներն են երբ որ արցախցին հարսանիք անում եւ հրավիրում մի արտիստի որը կանգնած է այս տիրադավերի կողքին ոնց Եվ մարդիկ են, որոնք որ Արցախով ապրում են, ամեն անկյունում այդ հարսանիքի սեղանին լաց են անում կամ մի սեղանի շուրջ իրենք զովված տղերքի գերեզմաններն են հիշում, փառքու պատիվ են ասում, հիշատակին են ասում, այդ հարսանիքի մեջ ոնց կարա լինի տենց։ Դիք ուրիշ երկիչներ։ Ինձ կասես, հա, հետո կանչե ես Արցախցի։ Ես ուղղակի ապշած եմ, այսինքն այդ լսի, ես էլ եմ ծայրահեղացել այդ հարցերում, ոչ թե ծայրահեղացել եմ, այլ ես կարծում եմ, որ մենք ճիշտ ենք։ Մենք ճիշտ ենք։ Մեկ ինձ գիտես ինչ են ասում են լսի դե լավ, շատ էս մի տեսակ բան անում, տենց լինի, հենց մի հատ բան են ասում, տենց լինի ուրեմն ոչ մեկ հետ դիչ շփվենք։ Հա հենց տենց ոչ մեկ հետ էլ կարող եմ չշփվել։ Ով հայրենիքից հետ է։ Ներողություն, իսկ ինչի շփվեմ նյարդայնանամ, բարկանամ, ջղայնանամ ու փորձեմ ինչ որ բան հասկացնել ու այսինքն տենց լինի ոչ մեկ էլ, չէ, կշփվեմ այն մարդկանց հետ, ում հետ որ ես ինձ ներդաշնակ եմ զգում։ Շուշ դու տենց չես։ Իհարկե։ Ինչի՞ պետք է ես ինձ թուրք տամ ինչ-որ մարդկանց։ Իմ երամի մարդիկ են։ Ինչ շրջապատում են մարդիկ, այդ թվում դու, ես էլ քեզ եմ շրջապատում, մենք իրար ուժ ենք տալիս, չէ՞։ Տալիս, որտեվ իրար հետ մղկտում ենք, երբ որ հերթական ինչ-որ քայլ ենք տեսնում, ոչ երկրանպաստ, ոչ հայանպաստ, ոչ արցախանպաստ, հա։ Բնականաբար ինչ ենք անում, ոռնում ենք իրար հետ տարապում ենք իրար հետ, ինչ-որ բաներ ենք հիշում, փորձում ենք մեզ ինքներս մեզ վերածանել Փյունիկի պես ծմել, բայց Փյունիկի նման պետք է լինել, որովհետև սրանց նստածնելու է, այդ թող նստածնի, հետո դե արդեն կանանց անց է տեսնում ես, ինչքան ես ես նստածնելու, երկրորդն է արդեն, հա, շատ Լիդիա Մանթաշյան նստածվեց, հիմա Արեգնազին Մանուկյան ու այսօր այնց մի հատ ծանր բան կարդացի շուշ Լիդիա Մանթաշյան, որը 6 ամիս Աբովյան քրեակատարողականում նստած էր, ասում է կներեք այս անկեղծության համար, բայց ասում է քանի որ սրանք որևէ սրբություն չունեն եւ քաղբանտարկյալությունը սեր չի ճանաչում, ինչ ուզում անում են, ասում է մի փոքրիկ ուղեցույց ձեզ տամ, թե Աբովյան քրեակատարողական գնալուց առաջ ձեզ հետ ինչ ունենաք, որ տանեք։ Լսի, գիտես, ես sense կարդացի շատ սառնասրտորեն ու հասկացա, որ դա բոլորիս վերաբերում է, բայց շատ լուրջ կարդացի, ասացի, գիտես, կարող է էլի, այն մարդը արդեն 6 ամիս այնտեղ նստել է այդ խեղճ աղջիկը։ Մեզ ուղեցույց է տալիս, որ եթե հանկարծ ձեզ կգան առավոտ 8-ին ու ժամը 7-ին կբռնեն, ինչ ունենանք պատրաստ, ինչ ունենանք պատրաստ մեր տան անկյունում դրված, որ գոնե առաջին օրերին այնտեղ դրա կարիքն ու խնդիրը չունենանք։ Հասկանում ես ուր ենք հասել արդեն։ Այս վիճակն է։ Հարցազրույցներից հետ մեկում Արցախի TV-ին տված մի հատ լավ բան ասեցիր, ես չեմ հասկանում արցախցին ոնց կարող է լինել կանգնած Նիկոլի կողքին, տենց բան չի լինում, դա նոնսենս է։ Բայց մենք տեսնում ենք, չէ, այսօր բազում արցախցիներ եւ բարձր պաշտոն զբաղեցնող արցախցիներ գշպետից սկսած մինչեւ նույն պաշտպանության ոլորտում իրենց ծառայությունը մատուցող արցախցիների մի հոծ խումբ, որոնք եւ ծառայել են Արցախի բանակում եւ այսօր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում։ Ճիշտն ասած, դրանց մասին չեմ մտածում։ Ես Միշկայի մասն եմ մտածում, Արզումանյան։ Ես մտածում եմ Կանդազի մասին, Արտուրի մասին։ Ես մտածում եմ Մանուկյան Դավիթի մասին։ Ես մտածում եմ Բակո Սահակիչի մասին, Լևոն Մնացականյանի մասին, Մյուս Դավիթի մասին, այն Մյուս Դավիթի մասին։ Ես իրանց մասին եմ մտածում։ Սրանց մասին ինչ մտածես։ Մեծ պատիվ չի։ Դրանց մասին պետք է չմտածել, պետք է մտածել թե տղերքը, որտեղ տղերքը իրանք են, ոնց ազատվեն այս ամեն ինչից։ Դավիթ Իշխանյանը երեք ուղերձ էր ուղարկել Բաքվից, ու գիտեք ինձ ինչը զարմացրեց, մարդիկ Բաքվի ԱԾ պատվալում են նստած։ Ավելի ոգեղեն են, ավելի ուժեղ են։ Այդ եմ ասում։ Բաբայան Դավիթի ելույթը հիշում ես։ Լևոնի Մնացականյանի ելույթը։ Այդ ելույթներն են։ Ինձ այդ ելույթ Ռուբենի Վարդանյան, ինձ այդ ելույթներն են տապալում։ Լսի Բաքվի բանտից Դավիթ Իշխանյանը ասում է, մեզ էստեղ
ադրբեջանցի ասում է, նա ինչ ասում Բաքվի բանտից, որ ձեր իշխանությունները ձեր երկրի ձեզնով հետաքրքրված չեն ուզում, որ դուք ազատվեք, դուք միջազգային ատյաններից ինչ եք պահանջում, լսի գետինը մտնելու բան է, դու հասկանում ես ինչ ասում Բաքվից։ Ես հիմա ուզում եմ հասկանամ այն տղամարդկանց եւ այն մարդկանց, ովքեր որ ծառայում են սրանց անվերապահ դառնալով իրենց գրպանի գործիքը, որ գնում են մտնում են Ծառուկյանի տուն ու այդ մարդուն տապալում են այդ լակոտները, հասկանում եք, ուզում եմ հասկանամ, լսեք, դուք ամոթ չունեք, հələ մի հատ տեսեք Բաքվից, թուրքերի ձեռը գերեվարված այդ տղերքը ինչ ուղերձներ են հղում այնտեղից։ Դուք Երևանում նստած կամ ձեր մարզային տներում նստած դուք չեք ամաչում։ Շուշ, ես ինչ է օրինակ, ես սկզբում բարոյալքումից էի խոսում, ասա, ինձ հույս տուր, որ բարոյալքումը պիտի փոխվի այս երկրում, բարոյալքումից պիտի դուրս գանք, ասա, ինձ համոզի, ես ուզում եմ հիմա դու ասես, ես ուզում համոզել ոչ մի բան, ես քեզ չեմ ուզում հույս տալ, հույսը դիր Աստծո վրա, որովհետև ինքը ամենատես է, բայց նաև կարճիր իմ ասած այն մտքից, որ ընտրությունները, արդյունքները լավն են։ Որովհետև 21 թվականից հետո, երբ որ պատերազմից հետո, երբ որ կապիտուլյանտին ձայն ես տալիս, դրանից դու իսկ ցումա բանա, զանով ես, այլ բանա, ոչ մի չինական պատա, այլ ոչ մի բան չպետք է մտածես։ Դրանից հետո Արցախն է հանձնում, էլի ձայն են տալիս իրան։ Այդ դեպքում արդեն սկսում ես ոչ թե սրտով մտածել, որտեվ սիրտդ կարող է չդիմանա, այլ ուղեղով, որ դες այնուամենայնիվ ընդդիմությանը շատ ավելի ձայն են տվել, քան այդ դավաճանին։ Եվ դա ապրեցնում է, որտեղ այդ մարդկանց պետք է կոնսոլիդացնել, այդ մարդկանց պետք է հավաքել իրար գլուխ, պետք է երամ հավաքել եւ փողոց կա իհարկե։ Տես ինչ է կատարվում հիմա, ինքը խեղդում է այդ օջախները եւ համատարած ռեպրեսիաներ ա մեր երկրում եւ մինչ ընտրություն։ Հա, Բերյանն էլ պետք է գա դասընթացների դեպ։ Այդ եմ ասում, Ստալինի հետ միասին։ Եվ հետ ընտրական փուլն ենք մենք հիմա տեսնում, որ ամեն առավոտ մի դեպք կա, ամեն առավոտ ինչ որ մեկի տուն մտնում են եւ վաղն էլ ինչ որ մեկի տուն են մտնելու, այսինքն ամեն օր ասա մի հատ ցիկլ անվերջանալի։ Ինձ անդադ թվում էր թե ինձ էլ ինչ պետք է զարմացնի, էլ ոնց կարա զարմացնի։ Ծառուկյանին այդ կադրերը որ տեսա, Գիտես վիրավորանքից լաց եմ եղել, վիրավորանքից, որ այդ լակոտները, այդ կամակատար լակոտները անդեմ, որտեղ դեմք էլ չունեն փագա։ Հա, փագա, չես իմամ ովքեր են։ Գիտես, կարաս Եվրոպա ես ուզում մտնես այն գեղցի, այսինքն լուրջ դու գեղցի, ոչ թե գյուղացի, այլ գեղցի, դու ուզում ես եվրոպական չափանիշներով ապրես, տարիքով մեծ մարդուն, որը գալիս է ու իր ժպիտով, իր պոզիտիվով գալիս է ընթառաջ, որտեվ ծիծաղելի է այն ինչի մեջ, որ իրան մեղադրում են։ Գալիս է ընթառաջ դրա այդ ամեն ինչին ու դուք գցում եք, լակոտ, պատնոշկա, տալիս որ մյուս լակոտները այդ արյուծիկին բռնեն ու իրենք ինքնահաստատվեն, արա մի հատ արի կանգնի դեմը էլի։ Խնդրում եմ քեզ։ Ճիվաղներ։ Մայրը տանը, երեխեքը տանը, ես ապշած եմ, ես ինչ է եղել, ես ինչ եք դարել դուք, այս այն թեման է, որ ասում էիր, ինչ անենք, այս այդ բարոյալքված մասն է, բայց բարոյալքված այդ շերտը դոնոր ունի, չէ, դոնոր ունի, ղեկավար ունի, կուրք ունի, որը դուրս է եկել Աստծո դեմ, հայ առաքելական եկեղեցու դեմ, Այև քեզ պատասխան։ Մենք խոսում էինք միջև հաղորդումը շուրջ, թե ինչպես, այս բառից չեմ խոսանավի, անարգվեց արցախցիների կորուստները, այսինքն անարգվեց սրանց կողմից իրականում, և անընդհատ ասել, որ և քարոզել, որ արցախցին փախել է, արցախցին ինչու չի զոհվել, հա, այս թեզերը գեներացվեցին ու այդ իրենց թութակ աշխատողներն էլ սկսեցին ասես թութակ տարածել, հասկանում ես, այդ լսի խելագարվելու բան է դա։ Ինձ համար խելագարվելու բան է, երբ որ ասում եմ, որ 23 թվին Արցախցին սեպտեմբերին չի կռվել։ Դա գիտես, ես մի օր էլի քո հաղորդման մեջ կարծեմ ասացի, որ իմ հետ անձամբ իմ թշնամին եք դուք։
Արունարբու թշնամին եմ ես ձեր բոլոր նրանց, ովքեր որ հայտարարում են, որ Արցախցին 23 թվականի սեպտեմբերի 19-ին չի կռվել եւ դրանից հետո հաջորդի։ Այն բոլորերը եւ դեռ մարտական գործողություն ունեն։ Արցախցին, որը որ քանի ամիս էր շրջափակման մեջ, Չլատված, հյուծված, 10 ամիս շրջափակման մեջ, թերսնված, նույնիսկ բժշկական առողջական հարցերով, որովհետեւ դեղ չկար։ Այո։ Այդ մասին այդ ժամանակ լուր էիք, բաուր էիք, այդ ժամանակ ինչի չէիք խոսում։ Այն չի չեն Այն մարդու իր ապաշտանը ամբողջ սպառազինությունը հանել էին, հայկական բանակը Արցախից հանել էին ամբողջությամբ։ Ադրբեջանցիներին ասել էին, որ ամեն ինչը հանել են։ Ու կռվել է, ու փառք ու պատիվ տղերքին։ Մենակ մնացել էին իրեն։ Ով որ տենց խոսում է, թող մի հատ գենետիկ ստուգման հանձնի իր արունը, որտեվ հայը տենց չի կարա մտածի ուղղակի։ Ու գիտեք, ինչքան որ սիրով խոսում եմ արցախցիների մասին, նույնքան սիրով, այսինքն նույնքան օբյեկտիվ կարամ գնահատեմ իրենց սխալ շատ հաճախ սխալ բայլաձևը եւ դրսևորումներ որոշ։ Այդ մասին խոսեցինք այսօր։ Բայց անձամբ կարող եմ մազերը փոկել այն տաքսու վարորդի, որ լսում է բարբառը Արցախցու եւ իրան վատ ապահում, անձամբ թող մեկը փորձի, ախր ինձնից չգիտեմ ինչի, քաշվում են ինչ, չնայած բախտս բերել է, հիմնականում երկու դեպք ա եղել էս 8 տարվա ընթացքում։ Մեկը խոսում էր մարտական գործողություններից, ինչին ինքը մասնակցել է եւ Նիկոլը փրկել է իրան, եւ երբ որ ես ճշտեցի այդ մարտական գործողությունի վայրերը, որտեղ տիրապետում եմ, ինքը անկապ բաներ ասեց, ես ասի չեք ամաչում, մեծ մարդ եք ասի, ամոթ է ախր։ Դու տաքսիստների հետ էլ ես, չէ՞, հաճախ շփվում, դու ամեն օր երթևեկում ես տաքսիստների։ Որպես նախկին թալանչի մեքենա չունեմ։ Դու որպես նախկին թալանչ։ Լավն է, ինչ կուրիոզներ կան, գիտես, տաքսիստները միշտ մեր հանրային կարծիքի եւ վարսավիրանոցները։ Այո, գիտեմ, եղունգ սարքողները, մաս սարքողները։ Բոլորը ամեն ինչ գիտեն։ Դե բայց բայց ամենահանճարեղը տաքսիստներն են, որոնք որ ասում են, որ ես եմ բերել։ Ես տանքի բերիր։ Այ մարդ, դուք չէիք։ Ես դու ես բերել։ Հա։ Իրանք կապ չունեին դրա հետ, հա։ Բայց ես իրանց հիշում եմ այդ ժամանակ։ Այն տաքսիստները, որոնք որ ինձ միշտ տանում էին ազգային ժողով։ Դու ես բերել, որ եկել էին քո պատուհանի տակ, ինչ ասես գոռում էին։ Դե տաքսիստները չէին, իրանք կողքից ծխելով նայում էին, ասեն շատ կոլորիտային։ Գիտես ինչ եմ կարոտել։ Արցախը դե կարոտում եմ, երազներ եմ տեսնում։ Բանակս եմ կարոտել։ Բանակս եմ կարոտել, որ դիքը համերգներ եմ տվել, 8 տարի աշխատել եմ իրանց համար, այդ համն ու հոտը, այդ երեխեքիս, այդ աչքերը սենց կանգնում էին պլացում, մենք երգում էինք, պարացնում էինք իրանց եւ այլն, այդ զինվորական հագուստի հոտը, այդ ամեն ինչը կարոտել եմ։ Տարիներ առաջ, մի 2-3 տարի առաջ, այդպես ծրագիր ինձ ինչ-որ մեկներ հավանաբար, որ տեղյակ չէր, որ ինձ պետք է մերժեն, ինձ առաջարկեց, կմիանաս ասեց բանակի համար գնանք սահման երեխեքի երկի կաստի սիրով։ Հետո ասեց, գիտեք, կներեք ձեր անունը հանեցին։ Հա, դու սև ցուցակում ես շուշ, հա։ Վերջերս եղավ մի հատ հետաքրքիր շատ դեպք։ Լավ, այդ ընկերոջս համար, այդ քեզ առանձին կասեմ, չեմ ուզում բարձրաձայնեմ, բայց եթե հարմար չես գտնում, իր համար կարող է լավ չլինի։ Okay, դու եթե հարմար չես գտնում, մի ասա։ Շատ հուզիչ բաներ, որտեղ ծրագիրը, որ կայացավ, այդ իմ ու իր գաղափարներ, հետո երբ որ ցուցակը ներկայացրել էր, իմ ասել էին ծրագիրը կիրականանա առանց այս անվան եւ անոնց ջնջել էին։ Շուշ դա դեռ շարունակվում է, չէ՞, եւ երևի թե ավելի խորացել է, արդեն շարունակվում է, որտեղ իմ մոդել է շարունակվում։ Ես կոմպրոմիսի գնալ չունեմ։ Ինձ համար գերագույն արժեք է հայրենիքս, հայ առաքելական եկեղեցին, հայոց բանակը, մեր պատմությունը, Արարատ լեռը, այդ տղա, Արարատ լեռը, լավ լսի, Արարատ լեռը հայ մերն է եւ դա միշտ եղել է խորհրդանիշը մեր իրականության, մեր կեցության, մեր տեսակի, մեր տարածքի, մեր պատմության։ Դու ինչ ես դու նոր պատմիչ ես դարձրել քեզ։ Ասեք այդ ձենով պատմիչ, այդ ձենով պատմիչ ես ելես, պատմիչ լավն է։ Ֆալցետով պատմիչ չի լինում։ Սոպրանիստ պատմիչ չեմ տեսել։ Ես մի քիչ տենորը չեմ պատկերացնում։ Սոպրանիստ է։ Պետք է բասկա բարիտոնը լինի։ Սոպրանիստները դրանք եկեղեցում կրտված են եկեղեցական երգչախումբներ, որոնք որ երգում են։ Ներքիններն են եղել։ Այո։
Շուշ, Ոչ մի կերպ չի պատկերացնում մեր քաղաքական վերնախավում նման տեսակ տեսնել, տեսակ вообще պատկերացնել, որ տենց բան պետք է լինի։ Հույսդ ասում ես չես կտրում։ Չէ, իհարկե, ոնց կարելի է կտրել։ Ոչ մեկս է կարծում եմ չեք Եթե կտրում։ կտրեի կգնայի երկրից։ Չէ, որ գնաս։ Չէ, բայց ում երջանկացնեմ, մի հատ ինձ կասես, ոնց կարամ այդ պատիվը տամ, ես մեռնում եմ երկրից հիմա համար։ գնալը այդ բարի բունի մաստով փախուստ է։ Երկիրը լքելու փախուստ։ Երբ որ Նիկոլեն ընտրում եմ ջղայնանում եմ, բայց հասկանում եմ, որ չեմ կարող ես դա։ Երբ որ Նիկոլեն ընտրում ու փախնում են երկրից, դրանք ճղճին ողորմելի էակներ են։ Ու ընդեղից գնում են գրառումներ են դնում, բայց փախել են։ Այդ գիտես որն է, Ծառուկյանի պատնոշկա տալու նման բան է, հասկացա։ Երբ որ գոյության կռիվը մարտի դաշտը չեն լքում, դասալքությունն է, դա աններելի է, իսկ մենք մարտի դաշտում ենք 8 տարի արդեն։ Անընդհատ փոխվում են դիրքերը, ստրատեգիաները, բան։ Լսի, այդ սա սենց մաքրի մարտի դաշտ տես ու քեզ տես քո դասպեխներով, քո թուրը ձեռքիդ, քո արժանապատվությունը, քո անսասանելի սերերը, թող կողքից մեկնաբանեն, խելացի բաներ գրեն, դմբո մեկնաբանություն անեն, պրիմիտիվ մեկնաբանություն, հա, դե որ սենց արեց, ուրեմն սա սրա մարդն է։ Ես երկրից մարդն եմ, ու ես ճիշտն ասած ասում եմ ինքը ինչա որ կողմից է եվրոպացի է թե հյուսիսից է այդ ոնց են ասում այդ ռուսամետ թե արևմտամետ հայամետ եմ ուշադիր եղեք հայամետ եմ եւ ով որ կնպաստի իմ երկրի գոյությանը ով որ կնպաստի որ մենք շարունակվենք լինենք Արցախը վերադառնա ես հենց այդ ուժի կողքին կկանգնեմ ստիպված, գիտեք, որտեվ այդ ձեր նման դարեր շարունակ տենց ամեն մեկը փիլիսոփայել եք, մասնատվել ենք, դավաճանել եք, մասնատվել ենք, լուր եք մնացել, մասնատվել ենք։ Անտարբեր եք եղել ձեր կայֆերը արել եք, կապ չունի, որ կողքի փողոցում կոտորել են, մասնատվել եք, դարձել եք մի բուռ, այսօր նույն ձևով ապրում եք։ Այտենց չեն ապրում, որտեվ այդ կյանք չի։ Մարդ տեսակ պետք է ունենա ու սկզբունք, մարդ պիտի արժանապատվություն ունենա։ Շուշ, այսօր մեր այս իրականության մեջ լավ է որտեղ դու գիտես որտեղ պիտի նայ իրականում ասելիքը հենց մեր ժողովրդին է ուղված, մերոնց է ուղված, ինձ չես ասում, մենք գիտենք, չէ՞։ Հա, մենք գիտենք։ Ես ուզում եմ իրանք լսեն։ Ես Շուշան Պետրոսյանին հրավիրել եմ ու ուզում եմ, որ լսեք Շուշանին, որտեղ Շուշանը բացարձակ ճշմարտություններ է ասում, որը մի օրվա համար չի։ Այս երկարատև ստրատեգիական նշանակություն ունենալու համար է։ Ամենանողկալի բաներից մեկը, որ տակը գրառումներ են անում, մեկը հերիքա պաթետիկ տեքստ, պաթետիկ չեն գեր, փաստ։ Դե իրանք գիտես ազգայինի մասին, եկեղեցու մասին խոսելը մեզ անվանեցին բան, չէ՞, շիզոֆրենիկներ, չգիտեմ ինչեր, չէ՞։ Ես ամեն օր արթնանում եմ իմ աղոթքներով, պատշգամբ եմ բազմարար։ Սրանք ազգայինը ոտատակ տվեցին։ Այն դեպքում, երբ որ նույն իրենց սիրած արևմուտքը, արևմտյան արժեքները լուրջ արժեքներ են, էլի, որոնցից սրանք կիլոմետրերով հեռու են։ Լսի, այսօր դու շատ սերտ ես, այդ արևմուտքն էլ լավ գիտես, չէ՞, միշտ ես լավ իմացել։ Այսօր ոնց բացատրենք այս մեր ժողովրդին, որ նույն արևմուտքը գնում է դեպի իր ազգային արմատներ, իր ինքնության շատ վերականգնում ու պահպանում, եւ այդ գլոբալիզմն ու գլոբալիզացիոն այս դրսևորումները աշխարհում արդեն հետ նահանջ են։ Իրենք հասկանում են, որ դա չարիք է, որ դա չարիք է, դա իրանց ինքնությունը փշրել է, ջարդել է, այդ միությունները, այդ չգիտեմ ինչերը, SSN եւ ամենախելոքը դրանց միջից, որքան էլ որ մեծ պրոբլեմների մեջ կամ պրոբլեմ ստեղծողների մեջ է հայտնվում Անգլիան։ Առաջին ինքը հասկացավ, որ այս Եվրամիությունը բանը, այս իմ ինքնության դատապարտիչն է, պոկվեց, ինքն առաջինը պոկվեց դրանից, թողնելով եւ իր ինքնարժեքը եւ իր վալյուտան եւ իր ամեն ինչ, ես ուզում եմ օրինակների վրա բերեմ, որ եւ հիմա նույնը Եվրամիության դրաննաչոք է կարդում ես, չէ՞, ինչեր այնտեղ ինչեր ավատարվում են։ Դες այնտեղ ազգային ներքին բաներ է առաջանում։ Նույն Միացյալ Նահանգները
ու հետաքրքիր է որ էլի այդ շարժիչ բանը Նյու Յորքում է էլի տեղի ունենում այդ ազգային էթնիկ այդ բաները այդ քրիստոնեական շարժումներ բան լս իրենց բաները մազալու տեղի ունենում դրսում բայց խաբար չէ այստեղ ոչ մեկ ուրախանում եմ Մամեջանյանի ելույթներից որտեղ փայլուն ելույթներ էին ինքը շատ լավ շատ ցավով է ասում երբ որ տեսնում եմ որ շատ քիչ մարդ կա դահլիճում այտենց մեզ փոշիացրել են այսինքն եւ այդ բայց այդ խոսքերը միևնույն է հասնելու են տեղ եւ հասել են վստահ եմ տեղ որովհետեւ ում որ պետքա հետևում է այդ ամեն ինչին որ հա ոչինչ չի մոռացվել ուղղակի ափսոս որ այդ ամբողջ այդ խումբը որ գնում էր գործուղման մենակ մի հոգու վրա էր մի հոգու ուսերին էր բարձրաձայնել մեր ինքնության մեր արժեքների մասին դե հիմա նոր խորհրդարանը պիտի լինի ասում վերադառնանք մեր դառը իրականություն Տիկին Պետրոսյան նոր խորհրդարանը ձևավորվել է ընդդիմությունը գնում է պարլամենտ այդ ԵԽ-ում անելիք կկարողանա անել մեր նոր պարլամենտը հանձին ընդդիմության բարձա ես նրանց մասին չեմ խոսում նախքան ընդեղ ուրիշ տեղեր գնել ըստեղ է պետք անել կարան անել այդ եմ ուզում կարող են անել ես չգիտեմ բայց չի գնաց ես անկեղծ չգիտեմ արդեն ես վաղուց չգիտեմ լիքը բան բայց ես հուսով եմ որ ինչ որ բան միգուցե փոխվի չգիտեմ էլի գալիս ենք այդ հույսին շուշ էլի գալիս ենք այդ հույսին բայց մի բան միանշանակ ճշմարիտ է որ ամեն թել միտեղ կտրվում է սա այսպես չի կարող անընդհատ ձգվել մեկ ու տարի ասում եք դա եւ ես գիտեմ որ իսկապես հասել ենք վերջին փուլին արդեն Աստված առաջ։ Ես վատ օրինակ պիտի բերեմ նաև, տես մեր բոլոր նախկին իշխանությունները, ես չգիտեմ դա զուգադիպություն է, օրինաչափություն է, թե իշխանության կյանքն է ժողովրդավար հասարակություններում 10 տարի է տևում բոլորինը, գիտես։ Հա 10 տարի է տևել, բացառությամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, որ մի ոչ շուտ հրաժարական տվեց։ Լավ, հիմա ուզում ես ասել մինչև 28 թիվ Ես զավեշտը։ Դե գիտես, մինչև 28 թիվը մեծ ժամկետ չի, տարի ու կես բան է մնացել։ Գիտես, ես մի հատ նենց լավ բան ունեցա, մի հատ լավ մի օր նստած հաշվում էի մեր բոլոր փորձությունների տարիները, հա, դա 88 թիվն է, դա 98 թիվն է, իշխան բանը կառավարության փոփոխումն է 99 թվի ողբերգությամբ հոկտեմբերի 27-ի, դա 2008 թիվն է, եւ 18 թիվն է։ Եվ 18։ Տես որ 10 է գալիս։ Ես հենց այդ եմ էլի ասում 10-երով ենք գնում։ Ես կարծում եմ սրա ցիկլն էլ պիտի փակվի 10-ով։ Սրա ցիկլը չէ, ցիկլը պետք է արագացնել։ Ամեն ինչ մեր ձեռքին է։ Շուշ մենք այսօր ինչ պիտի անենք, որ ցավոք սրտի չենք անում։ Խոսքը կոնկրետ ամբիցիաները մի կողմ է պետք դնել, գեներացնել բոլոր ընդդիմադիր ուժերը իրար եւ դուրս գալ փողոց։ Այ դրա հիմքում իրար չսիրելը չի, իրար ատելը չի։ Այս խելագարվում եմ, ախր ոնց կարելի է ամբիցիաներ անել, երբ որ կողքից այդ երկիրը կործանվում է, դու քո ամբիցիաներն ես անում։ Ում է պետք քո ամբիցիաները։ Ում Այդ հպարտությունը Եթե վաղը երկիրը չի լինելու քո ամբիցիաները, այդ երկիրը եթե վաղը գոյություն չի ունենալու, քո ամբիցիաները ում է պետք, ում ես ծառայելու, թշնամու որը գալիս է։ Չէ, թշնամուն չէր թողելու դու ծառայես, էս էլ կա, այսինքն այդ ծառայությունները մեկը իրենց պետք չի։ Այ ինչն ենք կորցրել, էլի, ինչի համար ենք մենք դարձել սենց։ Շատ ենք ինքնասիրահարվել, մեծամտածել, մեզնից գոհացել։ Ես չգիտեի, որ ինքնասիրահարվելով, մեծամտանալով արժանապատվությունը զուգահեռ կորցնում ես ուղղակի, չգիտեի։ Հիմա ես դա տեսնում եմ։ Չակառակը լինի, չէ՞, մեծամտությունը բերում է տնտեսություն։ Ավելի արժանապատիվ տեսվածքի, չէ։ Ես ուրախ եմ արդյունքներից, ընտրությունների եւ ես հույս եմ փայփայում, որ սառույցը հալվել է եւ թմբերից դուրս կգամ վերջապես, որովհետև հենց հրաժարվեմ այս ամեն ինչից, հենց հրաժարվեմ, որ Արցախ պիտի գնամ։ Ինձ ասում են հերիք այդ չկայացած բաները, որ բարձրաձայնեք այն ինչ որ ուզում եք կայանա եւ այն կկայանա, որովհետև ամեն ինչ հասու է Աստծուն, իսկ եթե դուք անում եք խորոց սրտի, անում եք անկեղծությամբ, իսկապես սիրելով, իսկապես ցավալով, ուրեմն ամեն ինչ ի կատար։ Հրյաները միշտ ասում էին հաջորդ տարի Երուսաղեմում։ Գիտես, ու իրանք եկան Երուսաղեմ։ Մի բան էլ ասեմ, այն բոլոր մարդկանց, ովքեր որ վերջերս սկսեց պոլեմիկայի մեջ է այսպես, մի քանի դեպք եմ տեսել, որ ասում են
Դիանի ինչ է իր օգնում բանակին իրանք էին պարտավոր անել, պատասխան, որևէ Իսրայելում որևէ հրեայի նման բան չեն ասում, եթե դա բանակային գործի մեջ չի, բայց օգնում է բանակին, որևէ հրեայի չեն ասում, ինչ ես օգնում բանակին։ Լավ եմ անում, դուք էլ պետք է օգնեիք։ Բոլորը պետք է օգնեին, որովհետև բանակը դա քո սահմանն է, քո խաղաղությունն է, դա քո ապահովությունն է, եւ եթե դու ուզում ես ապրել քո երկրում, ուրեմն դու ամեն ձևով, քո աշխատանքով ինչ որ կերպ պիտի նպաստես, որ բանակը ոտքի լինի եւ ամուր լինի։ Որևէ հրեայի նման հարց չէին տա։ Ինձ տալիս են մարդիկ, թե դու պիտի չանես մեծ, գիտես, խոսում են մարդիկ։ Դրա համար է այդ սկզբունքները չունենք, ցավոք սրտի ունենք, այն ինչ ունենք, տենց է ստացվում։ Բայց պետքա միևնույնն է սпасել այդ բեկմանը։ Ես միշտ հավատում եմ, որ բեկումը լինելու է շուտ։ 100%։ Չէ, այդ բեկումը մենք հեսա շուտով ենք տեսնելու։ Ես որ սենց ասում եմ, աղջիկս ասում է, լսի, դու ամեն տարի նույն բանն ես ասում ու դա չի լինում։ Ասում եմ, կապ չունի, բալես, մեկա լինելու է, ոչ մի բան չի կարող։ Բայց մենք ինչ ենք այս փորձության մեջ։ Համը չենք անել շատ։ Հա։ Այսքան չարություն, այսքան ագահություն։ Գիտեմ, որ դա մեր արածի արդյունքն է։ Այսքան չարություն, ագահություն։ Բա մարդ չուրախանա կողքինի ձեռք բերումով, բա մարդ տխրի, որ այն մեկը մեքենա է առել, կամ որ ինչ-որ մեկ երեխան է։ Միջալոցի ավելի են չարացել։ Հիմա ավելի այսպես բան են դարձել, բայց ավելի են այդ նյութականացել, որտեվ այդ հոգևորից լրիվ են կտրվել։ Հասկանում եմ, ես այդ մի հարցում հաստատ հեչ պրակտիկ չեմ, փող դիզելու եւ նյութական չեմ բոլորովին։ Հիմա իմ տեսակն էլ տենց է, գուցե բոլորովին չեմ համապատասխանում ժամանակակից չափանիշներին, բայց ոնց կարա դոմինանտը քո կյանքում նյութը լինի։ Դե տենց եղավ էլի, որ սենց եղավ, մեր ամեն ինչը կորցրեցինք, բայց ոչինչ։ Պետքա վերագտնենք մեզ, շուտ։ Այն օրը տաքսի վարորդ։ Հա։ Ասեց տեղ էժանա, ասեցի ինչ տարբերություն, մի քանի դրամի տարբերությամբ էր, ասեցի կեցե Նիկոլ, ասեց, հա, ասեցի ինչ։ Ինչն էր էժան։ Բենզինը ինչ որտեղ ավելի էժան է։ Հա, մի դրամ երևի, հա։ Դիժո դրամների ես չգիտեմ, դե մեքենա չեմ վարում, ասեց, այստեղ էժան է։ Աստեղ էս լցնենք, բանն է, տեսա, ինչ տեղ է այնքան է, բաց էս լսում եմ, ասի, կեցե Նիկոլը, ասեց, հա։ Այդ գիտես որ բենզինն է։ Ադրբեջանականն է, որը էժան է Հայաստանում։ Ասի, փաստորեն այն մի ամբողջ սերունդը որ կոտորվել է, ավելի էժանական էս 4 դրամի տարբերությունն է, ասի։ Սենց եղավ, ինչ եք տենց ասում։ Ասի, բան չունեմ ասել։ Ադրբեջանական բենզինը 50 դրամ էժան է։ Իսկականից կեցե Նիկոլը, որտեղ 50 դրամ էժան է ադրբեջանական բենզինը, բայց կոնկրետ ես արդեն նայում եմ, գներով գիտեմ, որպես վարորդ եմ ասում, որտեղ որ տեսնում եմ այդ 50 դրամ էժան վառելիքի այդ կայանը, ես այդտեղ էլ չեմ մտնում, նույնիսկ այլ բան, անգամ այդ թանկ բենզինը լցնելու համար կներեք, ես էլ տենց եմ։ Չեմ լցնում ու վերհիշում, բոլոր են այսպես կոչված այնց խենթուկ արվեստագետներ կային, բաներ կային։ Այդ դրանց դու լավ կիմանաս։ Որոնք որ նստադուլներ էին անում, գալիս էին, հավաքվում էին, ասենք շենքի, չգիտեմ, Ճյուղը, տերևը, մաշտոցի պուրակը, ուր եք, սադերշկանշ տեղա, ուր եք, չէ, իրանց ձենները չկա, դրանց մեծ մասը հիմա պաշտոն ունի շուշ, քաղաքասարակությունը ունի, տներ ունեն, հա, իրանք լուրջ գործի վրա են, և արտասահմաններում են, այո, ամեն դեպքում են, որ ասպասված իրենց հետ, ամեն ինչ ունի իր, տարօրինակ շերտեր ունենք մենք, բայց էլի եմ ուզում ասել, չհուսահատվել, կարդալ խելացի մեկնաբանություններ և աշխատել պոլեմիկայի մեջ չմտնել մի թեմայից, ինչից գաղափար չունեք, պետք չի, սովորեք, սովորել ամոթ չի, ես չեմ դադարում սովորել, ինձ միշտ հետաքրքիր է, բայց Facebook-ում ստատուս չէ, էլի կարդալ, դպրոցներում ճանաչել զիմաստություն և սխրատ մաշտոցյան առաջին թարգմանությունը, իմանալ սպանս հանճարով, այս առաջին հայերեն նախադասությունը, որը Հայաստանի բոլոր դպրոցների մուտքի վրա կար, այս իշխանությունը որոշել է, որ այդ մեզ պետք չի, հանել են, և հիմա գիտես ինչա կպցվել դրա փոխարեն,
լավ սովորիր, որ լավ ապրես։ Հա։ Այս տխուր այդ ողբերգությունը հաստի արձանագրումը ուզեցի անպայման անեմ։ Բայց ոչինչ, որքան էլ որ Մաշտոցը QR կոդով է այսօր մեր այբենարաններում, ես կարծում եմ, որ այս ամեն ինչը կվերջանա։ Եվ նաև առաջին ռեֆորմը սրանց գնալուց հետո պարտադիր կրթական ռեֆորմը պետք է արվի եւ նաև ինձ համար շատ տխուր մի փաստ է շուրջ, որ հայոց լեզու առարկան այլևս պարտադիր քննություն չի բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Իսկ որն է պարտադիր։ Եվ եթե դու ուզում ես կար չէ՞ միշտ հայոց լեզու պարտադիր քննություններ եւ կար օտար լեզու, օտար։ Այդտեղ մտնում էր անգլերեն, ֆրանսերեն, հիմա ուրեմն եթե դու ուզում ես լեզու հանձնես, դու կարող ես հանձնել հայոց լեզու, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Այդ հայոց լեզուն լեզու է ուղղակի։ Կոսմոպոլիտ են ուզում։ Հա, լեզու է, այսինքն անգլերենի պես լեզու է։ Այս մեր սերնդն էլ տեսնելով որ անգլերենը ավելի հեշտ լեզու է, այդ իրանց տեստերը լրացնելու համար, քան հայերենի տեստերը, բոլորը գնում անգլերեն են հանձնում, լսի։ Մաշտոցի այդ միտքը գիտես չէ՞ ինչ է անված, որովհետև Արցախյան բարբառում ամենաշատն է գրաբարը։ Այո։ Որպեսզի երեխեքը չիդենտիֆիկացնեն հանկարծ մաշտոցյան գրերի հետ, դա էլ են հանել։ Հա, մտածում ես Արցախյան բարբառով, չէ։ Արցախյան բարբառին ամենից շատ կա գրաբարյան ձևեր, շատ գրաքար բառեր կա գրաբար։ Դե հիմա այսպես ասեմ, թեթև հումորիկ եմ անում, ասում ինչ որ կարող է հիշեցնի Արցախը։ Կարա ամեն ինչ սրանց դեպքում ամեն ինչ էլ կարա լինի, բայց Արցախյան բարբառը ամենամոտն է մեր բուն մեսրոպյան հայերենին, այո։ Ու պատահական չի, որ արցախցիները այդպես էլ այդ ֆնչեն ներմուծեցին իրենց մոտ։ Ես մի օր պարոն Ղոլյանին ասի, պարոն Ղոլյան ասի, գիտես ինչի ֆուտբոլ, ինչի կոփ է։ Ահա։ Որովհետև երբ որ Մաշտոցը աշխատել է ամառասում տարերի ստեղծման վրա եւ գիտես այն մի սրահում առաստաղին տարերն են։ Այո։ Այնտեղ եւ օֆը չկա։ Այո։ Քանի որ եւ օֆը չկա, ուրեմն կոփ է։ Ուրեմն ֆուտբոլ։ Բայց ճիշտ են ասում, որովհետև մեսրոպյան հայերենում ֆ եւ օֆը չկա։ Դա աշխարհաբար արևելահայերենում ներմուծվեց։ Դա մնացել է բարբարից միջև։ Եւ ամենամաքուրն է հայերեն բարբարի գործածությամբ։ Այն որ ասում են թուրքերը մի խոսացեք։ Այ, ասողներին ոնց եմ ուզում անձամբ տեսնեմ։ Մեկ-մեկ դեպքեր եմ պատմում, ասում եմ ես ներկա լինեի էլի։ Լավ նոտայով ավարտենք Շուշ։ Ինչ ես մեզ մաղթում, մեր ժողովրդին հիմա որ նայում են։ Մեր երկիրը անառևտուր սիրելու երկիր է։ Լավն է սա, անառևտուր լավն է։ Առևտուր մի արեք, այսօր հաց ունեք, լավ է, վաղը չունեք, չէ։ Հողը որ լինի, ամեն ինչ կլինի։ Հողը պահեք, սիրեք այս հողը, սիրվելու հող է, պաշտելու, ատամներով պահվելու հող է։ Շուշ, շնորհակալ եմ այսօր որ եկար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր իմ հարցազրույցը ֆորմատից դուրս հարցազրույց է, ինչպես միշտ քո հետ այդպես էլ ստացվում է։ Եվ շատերը կարող ասեն դուքով չեք խոսում Շուշան Պետրոսյանի հետ, Շուշանի թույլտվությամբ եմ իր հետ դույով խոսում, որովհետև ես չեմ կարող Շուշանի հետ դուքով խոսալ, մենք 97 թվից ընկերներ ենք։ Հեսա կլինի 30 տարի։ Կնշենք ի դեպ։ Իսկ ես Շուշանի հետ չեմ կարող կեղծ լինել էլի այդ հարցում։ Կնշենք եկող տարի Ազատ Հայաստան։ Հաջորդ տարի Շուշիում։ Լավ մնացեք այսօր Մեդիահաբի տաղավարում Մետանոյա իմ հաղորդաշարի շրջանակներում հյուրընկալել էի հրաշալի երգչուհի Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին։ Կհանդիպենք, լավ մնացեք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ